Հալելույա, ավելի բարձր ծափարի Աստծուն, արժանի է։ Տեր, այս ծափերը քեզ են պատկանում, Տեր։ Եթե մեկը կա այստեղ, որ արժանի է, դա դու ես, Տեր Հիսուս, հալելույա, որ մեզ փրկել ես, սրբել ես, կանչել ես եւ ժառանգորդներ ես դարձրել կենդանի Աստծու, արարիչ Աստծու, ամենակարող Աստծու զավակներն ենք դարձել եւ դրա համար քո ժողովուրդ այսօր հավաքվել է քեզ ասելու շնորհակալություն Հայր, շնորհակալ ենք Հայր, ամբողջ հոգով ու սրտով մենք քեզ ենք պատկանում Տեր, հալելույա, ամեն, ամեն, հալելույա։ Սիրելիս, կարող ես նստել Տիրոջ ներկայության մեջ, ավետարանի հավատքի կյանքի խոս եկեղեցին ողջունում ամեն մեկիդ այս տոնական օրով, ես ժամի մեջ եմ, շատ բան չեմ խլի, որովհետև մենք անակնկալ նվեր ունենք մեր պատանիներից, մեր սիրելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Դա ձեզ լավ բան է սպասում սիրելիներս, բայց միջև այդ եկեք հոգևոր կերակուրին անցնենք, ամեն խոսքը կլսենք եւ դրանից հետո մի փոքր անակնկալ ունենք։ Միջև խոսքին դառնալը այստեղ որ կանգնած երկրպագում էի ձեր հետ միասին, սրտումս մի առակ էի հիշում ու սրտումս դրվեց որ հենց այդ առակից սկսեմ խոսքը։ Դա նման է մի ֆիլմի պատմության, բայց այդ ֆիլմը չի ամբողջությամբ, դրա հիման վրա ֆիլմ կա այս առակի բանով, բայց առակը սա է, մի մեծահարուստ մարդ նավով ճանապարհորդելուց է լինում ու դժբախտաբար նավաբեկվում է, այսպես ասած խորտակվում է, ինքը մի կերպ լողալով ինչ-որ ձև հասնում է մի կղզի, ուրախանում է, որ փրկվել է եւ անմիջապես սկսում է աշխատել, ուր եմ հայտնվել, արդյոք բնակություն կա, արդյոք ավելի դաժան տեղ չի այստեղ, երբ որ շուր է տալիս ամբողջ տարածքը հասկանում է, որ փոքրիկ կղզի է, որտեղ ոչ մարդ կա, ոչ ինչ-որ մեկին հանդիպել է։ Մի անգամից մի միտք իրան ուրախացնում է, դե շուտով օգնողները կհասնեն, լուրը կհասնի, դե պարզ է, դե հələ չեն իմացել նավի համար, շուտով նավի համար կիմանան, ման կգան, ես էլ նշանավոր մարդ եմ, ինձ անպայման մարդ կգամ, այդ մտքով մի քիչ հանգիստ է լինում, բայց հասկանում է, որ միջև գալը ինքը պետքա ինչ-որ մի բան անի։ Հետո նկատում է, որ ինչ-որ կենդանիներ են հայտնվում կողքը, հասկանում է, որ նրանցից պաշտպանվելու համար իրան ինչ-որ կացարան է պետք։ Դուրս է գալիս ծառի ճյուղերով, ինչ-որ քարերով, ինչ-որ մի կերպ մի տեղ է ստեղծում իր համար, որ գիշերը ապահով քնի այդ իր ստեղծած փուճուր խրճիթ ասեմ, գյուղական բարբառով դափ են ասում, փուճուրիկ դափ, որտեղ դաշտում աշխատում են մարդիկ, տենց արևից պաշտպանվելու փուճուրիկ ինչ-որ տեղ։ Անցնում է որոշ ժամանակ, սկսում է սովել, սկսում է այդ հարցներ լուծել, ձուկ բռնել, ինչ-որ կենդանիներ ուտել, բայց դժբախտաբար տարիները շատ են անցնում։ Հուսահատությունը մոտենում է, որ իրան այսքան ժամանակ չեն գտել, համակերպվում է, որ տենց էլ պետքա գոյատևի, ապրի այդ կղզում, ոչ շարժ կա, ոչ մի բան, ինքը ընդամենը որս է անում, ուտում ու իր դափում քնում է։ Ինչ-որ մի կերպ տարիների մեջ կարողանում է հիշել կրակ արտադրելու այդ պրոցեսն էլ, հա, քարը քարին խփելով, ինչ-որ մի կերպ կրակ է ստեղծում, արդեն համակերպված ապրում է, տաքանում է ցրտին, կերակուր է պատրաստում։ Հերթական անգամ, երբ որ առավոտը կրակը վառում է ու գնում է որսի, որսը արած գալի տեսնում է իր այդ փոքրիկ խրճիթը քանդված է։ Ու ինքը նեղված չոքում է ու անհույս, բայց դիմում է Աստծուն։ Տեր Աստված, այս ամենակորած տեղում, այդ իմ կյանքից հետո ամենավատ տեղում եմ հայտնվել, ինչ-որ կերպ փորձել եմ, ինչ-որ մի բան ինքս իմ ուժերով ստեղծել եմ, սախի այսպես եղավ, ով քանդեց, ինչ կատավեց, ինչի է այսպես դաժան իմ կյանքը, երբ որ ինքը այսպես չոքած աղոթում է, հանկարծակի ուսին խփում են, ինքը մի պաս սառում է, որովհետև մարդ չկար, ով պետք է ուսից խփի, ու բարձրանում է, ոտի ֆռում է, տեսնում է 2-3 անձնավորություն նա կողքը կանգնած, ու երբ որ հարցնում ասում է, դուք որտեղից եկաք, ես չեմ նկատել ձեզ, ասում եմ մենք հեռվից անցնում էինք,
տեսանք ինչ որ ծուխ է բարձրանում։ Նրա կրակի ծուխը ու իր քանդված դափը իրար ընկել վառվել էին, այդ կորուստը ու այդ պաժարը, հա, ասենց կրակը հրդեհը բարձրացել էր ու նրանք տեսել էին հեռվից այդ կրակը եկել էին օգնության։ Ու գիտես, դրա համար իհարկե ինչքան էլ հարմար էր արդեն այդ կյանքը տարիներով ապրել, ինքը ուրախանում է, որ իրան օգնության են եկել հասել ու ինքը դրանց հետ դուրս է գալիս այդ իր կյանքից գնում է։ Ու գիտեք, առակի հետաքրքիր նպատակը սա էր։ Միգուցե քո կյանքում ինչ որ բան վառվում է հիմա ու դու ներսդ գոռում ես՝ «Խի Տեր Աստված, խի սենց եղավ»։ Հիշի, որ այդ կրակը, այդ վառվող կրակը ինչ որ միտեղ Աստծո աչքերով օգնության ինչ որ մեկին ուղարկելու համար ժեստ է, նպատակ է, որ ինչ որ մեկին ցույց տա Աստված այդ կրակը։ Երբ որ մենք թողում ենք, որ մեր հարցերը աստվածային ու Աստծո կամքով լուծվի, սիրելիս, ոչ թե մեր ուզածով, մենք գերբնական հրաշքների ականատես ենք լինում։ Բայց երբեմն մեր անձը մեզ պրակտիկորեն սովորացրել է, որ այսպես պետք է անենք, որ այդ հարցը լուծվի։ Իհարկե, շատ տեղերում մենք հաջողվել ենք, ճարել ենք աշխատանք, հա, գտել ենք աշխատանք, աշխատում ենք, եւ այդ աշխատանքը մեզ արդյունք է տալիս։ Բայց Աստված ավելին է սիրելիս, քան թե որ մենք կարող ենք ինչ որ մի ճանապարհ գտել ու ասել՝ Տեր, ահա իմ աշխատանքը, օրտին ձեռքի գործը։ Աստված ավելին է, որ կարա քո կյանքում, երբ որ ինչ որ բան քո աչքերով ձախողում է կոչվում, Աստծո աչքերով դա նոր բանի սկիզբ է։ Եթե այդ կրակը չլիներ, եթե չվառվեր նրա այդ փոքրիկ կացարանը, կրակի վրա չլիներ, չվառվեր ու ծուխը չհելեր, միգուցե այդ մարդիկ տենց էլ չտեսնեին, չգային օգնության։ Ուզում եմ մարգարեական եկեղեցուն խոսք ասեմ։ Եթե դու հասել ես մի տեղի, որ քո կողքը էլ չես հասկանում ինչ է կատարվում, մի կերպ, մի ձև դու քո կյանքը դասավորել ես, Աստված այսօր քեզ խոսք ունի ասելու, թող որ դա վառվի այսօր։ Ու այդ ծուխը բարձրանա ու Աստված նոր բան սկսի ամեն մեկիս կյանքում, որովհետև ժամանակներ են փոխվում, որովհետև եկեղեցին պետքա լինի առողջ, մթնոլորտում, եկեղեցին պետքա այդ ամեն մի այցելու մտնի այդ առողջ մթնոլորտի մեջ, պետքա ամեն մեկը նկատի Աստծուն, ոչ թե մեզ։ Շատ կարևոր է, որ ամեն մեկս որ գալիս ենք ինձանից սկսած բոլորիցս գանք հանդիպելու կենթանի Աստծո հետ, գանք լսելու նրանից խոսքը։ Կարևոր չի ով կխոսա, կարևորը նա է, թե դու այդ խոսքին ոնց կվերաբերվես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մենք խոսալու ենք սրբության մասին, մենք այս ամբողջ ամիսը լսելու ենք սրբության խոսք, որովհետև Աստված, երբ որ մի բան ուզում անի նախ եւ առաջ, եկեղեցուն կոչ անում սրբեք ձեր անձերը, որովհետև ես անցնելու եմ ու հրաշքներ եմ անելու։ Ու ես հավատում եմ, որ Տերը գործ ունի անելու եւ ամեն մեկս կարիք ունենք, որպեսզի մեր գիտելիքները, մեր հոգեվոր անցած ճանապարհը, կյանքը այսօրվանից թարմացնենք, նորոգենք, մաքրենք, որովհետև բաներ կա, որ մենք պետքա դա օգտագործենք եւ բաներ կա, որ ուղղակի պետք է բաց թողենք մեր կյանքից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Առաջի տեղը առաջի Պետրոս, առաջի գլուխ 15-16 համարներն են, ահա նրանք էկրանին են, կարդամ ձեզ համար։ Այլ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ ամբողջ վարքով սուրբ եղեք, քանի որ գրված է. Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Գրային համար է մեջ բերում Պետրոս առաքյալը եւ հետո կտեսնենք այդ գրվածքը հին կտակարանին, երբ որ Աստված ասել էր հենց այդ խոսքը, եկավ ժամանակ, որ առաքյալը կանգնեց ու այդ գրված խոսքը հռչակեց, ինչպես գրված է, սուրբ եղեք, ինչպես ես եմ սուրբ, ասում է Աստված, դրա համար կոչ եմ անում, որ ամեն վարքի մեջ դուք էլ ամբողջ վարքով սուրբ լինեք, որովհետև գրված է, նա սուրբ է։ Սիրելիս, այս համարը ինձ մի լավ բան է հիշեցնում, որ այն ինչ որ Աստծո տան մեջ կա, այսօր դա նորություն չի։ Դա եղել է առաջի դարից, երբ որ եկեղեցին սկսվեց, մինչև դա տաճար էր, որտեղ հավաքվում էին մարդիկ, իրենց զոհերն էին բերում, քահանաները նրանց համար աղոթում էին եւ ժողովուրդը հանդիպում էին տաճարում Աստծո հետ իրենց այդ օրերին, տոնական օրերին, բայց բոլորս լավ քաջ գիտակցում են Քրիստոսի գալով ինչ տեղ ունեցավ։ Քրիստոս ասեց, ես չեկա քանդելու, այլ եկա կատարելու։ Եվ նրա կատարելը որն էր, որ գրված է այսպես, որ
այսպես պետք է անեք, այս մեղքը չանեք, այս մեղքը չանեք, բայց ես ձեզ ասում եմ, նոր պատվիրան, սիրիր քո Տեր Աստծուն եւ քո ընկերոջը քո անձի պես։ Հիսուսը այդ ամեն ինչը մեր կյանքերի համար ամփոփեց մի բանի մեջ, որ մենք դա կարող ենք անել։ Միջև Հիսուսը մարդիկ փորձում էին օրենքը պահել, պահողները արդեն կարծես ուղեղները գիգանտ դառած կամ sense հպարտացած, իրանք տեսնում էին ուրիշի մեղքը, իրանք ուսուցիչներ էին, դպիրներ էին, քահանապետներ էին ու կարծես բարձրից նայում էին մեղավորներին, այսպես իրենք են որ պահում են խոսքի մեջ բերում էին անում եւ երևի ուրախանում էին որ Աստծուն հաճելի բան էին անում։ Գիտեք Պետրոս առաքյալն էլ միջև դառնալը առաքյալ, կներեք Պողոս առաքյալը, ինքը Սողոսն էր, որ հալածում էր եկեղեցին եւ ելի գիտեր Աստծո խոսքը եւ Աստծո նախանձախնդրությունը ունենալով գրված է, դա գիտեր Աստծո համար է անում, վերցրել էր հրամաններ ու գնում էր բռնելու մարդկանց, որոնք Քրիստոսի հետևորդներ են։ Քահանաներից ունենալով իրավունք պետականորեն ինքը վերցել էր այդ թուղթ ու գնում էր հալածելու նրանց, ովքեր որ Քրիստոսի հետևից էին գնում, առաքյալներին։ Ու մենք տեսնում ենք, որ Աստված նրան կանգնեցրեց ու ասեց. դժվար է քեզ խթանին քացի տալը, դժվար է այն որ դու ուզում ես անել, ու տեսնում ենք նրա ապաշխարությունը եւ հետո տեսնում ենք որ նա դարձի է գալիս ու նրա անունը Աստված փոխում անդա դառնում է Պողոս առաքյալը եւ գիտենք նրա գործունեությունը գործ առաքելոցում տեսնում ենք ինչպես է երկրից երկիր ճանապարհորդում եւ ավետարանը ողողում ամբողջ Ասիայում 3 տարվա մեջ եւ բոլոր տեղերում եկեղեցիներ հիմնելով նա Աստծո գործներ կատարում Քրիստոսի ավետարանը։ Մի մարդ որ հալածում էր, դարձավ այդ հալածողների բարեկամը, ընկերը, եղբայրը։ Մենք տարբեր ընտանիքներից ենք, տարբեր մշակույթից, տարբեր խառնվածք ունենք, տարբեր նախասիրություններ, բայց Աստված հավաքել է մեզ սիրելիս մեկ նպատակի շուրջ, ոչ թե վիճենք որ մեկինս է ճիշտ, որ մեկս ենք լավ ապրել, որ մեկիս ասածն է ավելի հետաքրքիր կամ ավելի իմաստալից, այլ որ իր ճշմարտությունը հագցնի մեր վրա, իր սրբությունը հագցնի մեր բոլորիս վրա, որովհետև մենք սուրբ ենք նրա աչքերով, նա է մեզ կոչում սուրբեր, եւ հետո երբ որ կարդաս թղթերը կտեսնես, որ այդ սրբության մասին առաքյալները շատ մեծ կոչ էին անում, նախ իրենց նամակը սկսում էին, ողջույն սուրբեր, հետո երբ որ բան ունեին ասելու, տողերի շարունակությունում ասում էին, օրինակ գաղատացիներին, լավ սկսեցի, գաղատացիներ, ով ձեզ կախարդեց, ով ձեզ նենց արեց, որ չշարունակեք այն գործը, որ սկսել էիք, Կորինթացիներին գրում է, այդ ինչ խայտառակություն է ձեր մեջ, այս սուրբեր, Աստծո մարդիկ։ Նկատում եք, որ առաքյալը մարդու թերությունով նրան չի ասում, դուք այլևս սուրբ չեք։ Սուրբ եք, որ Աստծունն եք, բայց մի հատ ուժեղ կողմ կա, որ հիմա կարդալու եք շարունակությունը, որ մեր ձեռքերում այդ սրբությունը պահել սուրբ բարձր մակարդակի վրա։ Մեզ է տրված, որովհետև Աստված ասում է, դուք էլ սուրբ եղեք ձեզ կանչող սուրբի պես։ Դա նշանակում է, որ այո Տերը մեզ կանչելուց նա չասեց, Սարգիս, միջև այդ ամենը չդնես մի կողմ, միջև չտեսնեմ, որ դու չես ծխում, չես խմում, չես հայհոյում, չես շնանում, չես գողանում, այդ վաղ նոր կմտածեմ, բերեմ իմ տուն թե չէ, նա հենց այդպես ինձ վերցրեց, սիրելիս։ Այդ թվարկած բոլոր բաները ու լիքը բաներ հետը, բերեց իր տուն ու ասես դու իմ սուրբն ես, այլևս չգնաս աշխարհ, այլևս մի գնա այնտեղ դժոխք կա, այլևս մի գնա մնա այստեղ ու կտեսնես որ իմ հետ լավ է։ Ու դրանից հետո ինչ արեց Սարգիսը, որոշում կայացրեց, ես այլևս առաջվանը չեմ լինի, իհարկե սխալվել եմ, իհարկե սխալվում եմ, բայց նրա աչքերում, երբ որ ես սխալը տեսնում եմ նրա հետ համեմատվելուց, ոչ թե որ 10-ից մաքուր եմ, 15-ից սուրբ, այն մեկից մի քիչ հետ եմ ընկել, դե կձգտեմ, ոչ, չափանիշը միանշանակ Հիսուսն է, որ դու կարող ես համեմատվել, տեսնել, դու սրբության մեջ քայլում ես թե չէ։ Դու երբեք իմ հետ չհամեմատվես, ես քո հետ սիրելիս։ Մենք նրա համար ենք իրար կողքի, որ կարողանանք օգնենք իրար այդ հարցում, աղոթենք իրար համար։
Հա, ոչ թե որ տեսնեմ մի եղբայր մի սխալ բան անում, մի անգամից ուրիշի մոտ պատմեմ։ Դա ճիշտ չի, դա աշխարհն է, եւ մենք չպետք է թույլ տանք աշխարհը մտնի եկեղեցի։ Տեսել ես քույրդ, եղբայրդ սխալ ինչ-որ բանում է, աղոթի, խնդրի Աստծուն, որ նրա համար բացվի դա։ Ամեն։ Կներեք։ Ես բերում եմ խոսքը նրան, որ այո Տերը մեզ սրբել է, նա մաքրել է մեզ Հիսուսի արյունով, խաչի արած գործը, ինչպես փրկեց, այդպես է սրբացրեց, բժշկեց, ազատագրեց, ապեր ամեն մեկս մեր կյանքի ինչ որ ոլորտում, ինչ որ մի տեղում հանդիպում ենք նման իրավիճակի, որ կարիք ունենք, որ Տերը բժշկի, կարիք ունենք, որ Տերը ազատագրի, կարիք ունենք, որ այդ խաչի զորությունը մեր կյանքում հայտնվի այդ իրավիճակում ու ազատ արձակի մեզ, ամեն, կարիք ունենք, դրա համար էլ ջանք ենք անում, դրա համար էլ ամեն մեկս ասում է ձեր ամբողջ վարքով սուրբ եղեք, ձգտեք սրբության, հասկացի, որ դա ուղղակի քոնը չի, դա քո ապրելակերպը չի, ինչը որ կոչվում է անսուրբ, ամեն, մեր կյանքը սրբության մեջ մնալն է։ Մի քիչ գնանք առաջ, երկրորդ Կորինթացիներին ուղված նամակում առաքյալը գրում է 7-րդ գլուխ առաջին խոսքում։ Ուրեմն այսպիսի խոստումքներ ունենալով, միջև դա խոստումքների մասին է թվարկում, թե Աստված ինչեր է մեզ խոստացել ու ասում այսպիսի խոստումքներ ունենալով, սիրելիներ, հոգու եւ մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք ու սրբությունը Աստծո երկյուղով կատարյալ դարձնենք։ Ինքներս մեզ մաքրենք։ Ինչ եք կարծում, ես ուզում եմ սիգարետը վերցնեմ ծխեմ ու Աստված ինձ չի թողում, ասում է չէ, չպետք է ծխես ու պայքարում ենք, ես փորձի համար կարամ վերցնեմ դնեմ, վառեմ ու ծխեմ։ Ոչ մի տարօրինակ երևույթ չի կատարվի իմ կյանքում, հա, բայց ես ինքս եմ որոշում, որ չվերցնեմ այդ սիգարետը, չվերցնեմ արաղի բաժակը խմելու համար, չհայհոյեմ, մյուսը չանեմ, ես ինքս ջանք եմ անում իմ կյանքում, իմ անձը պահել, բայց գիտեք, այդ ջանքերը չեն, որ ինձ սուրբ են դարձնում, Տերը արդեն սուրբ է դարձել, Տերը արդեն սուրբ է ասել, որովհետև խոսքը ասում է, ոչ մեկ չի կարող իր ջանքերով մաքուր ու սուրբ դառնալ Աստծո առաջ, եթե չլինի խոստովանություն Աստծուն, եթե չգանք Աստծուն ու ասենք Տեր, քեզանից այդ սրբությունը մաքրիր ինձ, մաքրիր իմ արյուն։ Տեսեք, գեղեցիկ հագեր կապել եմ։ Եթե ես այս շորերով փորձեմ գնամ գյուղ, ես սիրում եմ գյուղական աշխատանքներ, բայց եթե այս շորերով գնամ գյուղ ու փորձեմ այնտեղ մտնել գոմ, անասուններին կերակրեմ, նրանց կեղտը լապատկայով վերցնեմ, տանեմ, թափեմ, եթե ես սենց էլ մաքուր դուրս գամ, ինձ կարակ պարգևատրեք։ Հաստատ կեղտոտված կլինեմ ես։ Հաստատ իմ այս շորերը կկեղտոտվի։ Ինչի, որովհետև անհնար է աշխարհում մարդ մտնի աշխարհի մեջ ու իր անձը կարողանա մաքուր պահել։ Բայց Տերը մեկա կոչ անում մեզ, ինքներդ եք որոշում մաքուր պահել ձեզ, ապեր մեր որոշումն է քայլել սրբության մեջ, Տիրոջ երկյուղով, եթե մենք Տիրոջ երկյուղ ունենք, դա մեզ միշտ կբերի մի բանի, ես չեմ ուզում այդ կյանքը, ես չեմ ուզում մեղք գործել ու այդ մեղքը ինձ դուր բացի, որպեսզի չարը կարողանա իմ կյանքը քաոս սարքել, ես չեմ ուզում, որպեսզի իմ կյանքը լինի Աստծուց հեռու, ես ուզում եմ Աստծուն մոտիկ ու ինչքան Աստծուն մոտիկ եմ գնում, կարդում եմ, աղոթում եմ, եկեղեցում եմ, ծառայում եմ քո եղբայրների հետ, ինչքանով որ ինձնից կախված է խաղաղության ու սիրո մեջ եմ, այդ ամենում Տերը օգնում է սրբության մեջ, այդ ժամանակ նրա ձեռքը մեր վրա է, որպեսզի քո կողմը անելուց հետո, երբ որ կլինի դժվարություն, նա կարողանա քեզ օգնել։ Գիտեք, եթե տեսնենք մեկին, որ աշխատում է, ու ինչ որ բան չի հասցնում, քո մեջի գութը շարժում, ասում ես աշխատող տղա է, օգնեմ այս հարցում, թող մի քիչ լավ ստացվի իր մոտ, այս հարցը, ասենք թե բահ չկա, բահ առնեմ իր համար, թող բահով այդ գործը անի, ուզում աշխատի, բայց չունի։ Բայց երբ որ տեսնես մեկը լոդր նստած ասում է, դե բահ չկա, չեմ աշխատում ու նպատակ էլ չունի ինչ որ բան ստեղծելու, գոնե նման մի բան, հա, գյուղերում կա, չէ, տախտակի վրա փետ են խփում ու հելում են, դրանով ձունը մաքրում են։ Կա համապատասխան գործիքեր, որ ավելի հեշտ է։
Երբ որ տեսնեն, որ դու փետով մաքրում ես, գոնե ուզում ես մի բան անել, մարդու գութը շարժվում, ասում ես մարդուն կարելի օգնել, աշխատասեր է, օգնենք թող ունենա այդ միջոցը։ Նույնն էլ Աստծու մոտ է։ Եթե ես նստեմ ասեմ Տեր Աստված ինձ սուրբ արա, նենց արա չծխեմ։ Ու հանում եմ սիգարետը, ասում դե Աստված եթե ուզում է չծխեմ, թող ինձ օգնի։ Ու շատ է եղել եղբայրներ մոտենում ասում են կաղոթեք որ չծխեմ։ Բարև ձեզ։ Ուրիշ ինչի համար աղոթենք։ Աղոթենք որ սենց ճանճերը չմոտիկանան ձեզ ձեռով դու սենց չանես անընդհատ։ Ճանճը երբ որ գալիս է աղոթենք որ այդ ճանճը գնա։ Մարդիկ կարծես տենց մի հետաքրքիր կյանք են նստեն, հենց ճանճերը գան ասում են հովիվ ջան, ծառողներ ջան, քշեք այս ճանճը վրայից, ինձ խանգարում է։ Ոչ, սիրելիս, դա տենց չի, դա տենց չի լինում։ Դու պետք է ջանք անես, իսկ Աստված իր հոգին քո ներսում ա դրել, որպեսզի քեզ օգնի, ուժ տա, որպեսզի դու չսխալվես, որպեսզի դու կարողանաս հաղթել այդ դժվարությունները ինչով որ անցնում ես։ Սրբությունը դա մեր գործն է, սիրելիս, Աստծուց նվեր տրված, ինչպես փրկությունը, որ մենք գիտենք փրկված ենք, բայց եթե ես վաղը որոշեմ, այլևս էլ հավատացյալ չեմ ուզում լինել, ես գնացի հաջողություն ձեզ, 5 կյանք, ինչ եք կարծում, այդ փրկությունը տենց վերջում էլ ինձ կտրվի։ Դե լավ, այնտեղ են այդքան տարի հավատացել է, շատ է։ Ոչ, եթե ես որոշեմ, էլ չքայլեմ Աստծո հետ, փրկությունս կորցնում եմ, սիրելիս։ Ինչպես որ նվեր տրվել է, այնպես է քո կողմից, իմ կողմից կարող է վնասվել։ Ոչ մեկ դա չի կարա գողանա, կարան փորձել։ Այս մեկ այսպիսի բան արեց, ես նեղացա, բայց հանդիպում ես հովետ, խոսում ես, զորանում ես, ուժեղանում ես, ասում ես, որ դա իսկական երեխա չեմ իր պատճառով ես փրկությունս կորցնեմ։ Ես չգալով, Աստծո հետ չլինելով, ես իմ փրկությունն եմ կորցնում։ Այդ դեպքում ով է այն մարդը, որի պատճառով ես պետք է իմ փրկությունը կորցնեմ։ Ես ընդհանրապես պետք է աղոթեմ նման մարդկանց համար, որ իրանք ուղղակի հայտնություն ստանան, ուշքի գան ու նման բան չանեն, որովհետև դա Աստծո ծրագիրը չէ, Աստված չի դրել եկեղեցու մարդկանց, որոնց մյուսների համար լինեն փորձություն։ Այլ ասել է սիրեք իրար եւ այդ սերը որ տեսնեն, կիմանան որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե մենք Հիսուսի աշակերտն ենք, մենք իրար սեր ենք բարձ սիրելիս։ Եկեք իրար համար ավելորդ փորձություններ չստեղծենք, ավելորդ բարդություններ նեղվելու եւ այլ, որտեղ մարդ ենք, մարդկային բնավորությունը այնպեսին է, որ կարա մարդը անի ու ինքը չհասկանա։ Ամեն։ Բայց ես հավատում եմ, որ Աստծուն հավատացող այս ժողովուրդը, որը խավարում էր ու Աստծո լույսը տեսավ, եկավ Աստծո հետևից, ավելի թանկ բան ունի իր կյանքում, քան թե նման բաներով զբաղվել։ Բոլորդ Աստծո հետևից քայլող եք, սիրելիս։ Եբրայեցիս 12:14 Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության։ Մյուս թարգմանության բոլորի հետ, իմ մոտի թարգմանությունն է, լավ է։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, այսինքն հետամուտ լինել որն է, որ իմ նպատակը, որ քո հետ եկես զրուցել եմ, հետամուտ նպատակ ունեմ, որ մենք խաղաղ ու սրբության մեջ լինենք։ Չեմ եկել ծանոթանալ, որովհետև դու շատ հարուստ տեսք ունես, կամ քո մասին լսել եմ, որ դու լավ բիզնեսմեն ես, հոպ կողքդ հայտնվեմ, մի թեթև ժպտան, որպես եղբայր հանկարծ ու հանկարծ, որ խոսք կլինի, որ ես մի փուճուր նեղվում եմ, հույսս դնեմ քո վրա։ Սա շատ վտանգավոր է եւ սրբությունը կորցնելու մեծ նպատակը, որ մարդիկ նման մոտեցումներ են ցուցաբերում իրենց կյանքում եւ եկեղեցում եւ ընդհանրապես աշխարհում։ Աշխարհում էլ այտենց չէ, որ մի հատ հարուստ բարեկամ են ունենում, աշխատում են միշտ այդ կողմերով շուտ անցնեն։ Հոպար կարող է մեքենան տանենք լվան կեղտոտա, չէ, նման լավ, ինչ որ է։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղությամբ սրբությամբ, բոլորիս նպատակը պետք է լինի իրար հետ շփվել ու իրար խաղաղություն փոխանցել եւ սրբություն փոխանցել, իրարից սովորելու, իրար ճանաչելու, հա։ Հիմա երբ որ մեկը գա քո հետ ծանոթանալ, չմտածես, որ եկել անպայման իմաստացան։ Ես դա օրինակի համար բերեցի, որ լինում է դեպքեր, լինում են մարդիկ, որ ուղղակի տվյալ պահին հայտնվել են եւ միգուցե մեր համար էլ դա ինչ-որ բան է, որ կարողանք նման մարդկանց օգնենք, որովհետեւ մեր բոլորիս նպատակն է իրար օգնել, փոխվենք, նմանվենք Հիսուսին։ Ամեն։ Առաքյալը շեշտեց, որ գրված է
ինքը իր օրոք ապրած Հիսուսի ժամանակներում, Հիսուսից հետո ապրելու տարիներում քարոզում էր ու ասում էր գրված է, Տերը ասել է, սուրբ եղեք ինչպես ես եմ սուրբ։ Հիմա եկել է մեր օրերը, սիրելիս, որ մենք ամեն մեկս պետք է դա փոխանցենք մեր սերունդներին ու ասենք սրբությունը դա մի բան է, որ թույլ է տալիս տեսնենք Տիրոջը։ Թույլ է տալիս, որ սուրբ լինողները կհանդիպեն Տիրոջը, կտեսնեն Տիրոջը։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Եթե չունենանք սրբությունը, սիրելիս, եթե մենք չապրենք սուրբ կյանքով, մեր ձգտումները սրբության չտանեն մեր կյանքին, մենք կմնանք տեղում երկար, կարծես խաբված, կարծես մենք ինքներս մեզ խաբած, որ Աստված բարի է, Աստված սեր է, Աստված փրկություն է տվել, այո տվել է, բայց ով կպահի միջև վերջ, երբ որ նա գա, կտեսնի հավատքի ու քո մեջ, սիրելիս, այդ ժամանակ վերջնական դու քո փրկությունը կունենաս։ Ահա այնտեղը, որ առաքյալը մեջ էր բերում իրանից առաջ, դա գրված է Ղևտացիների 19-րդ գլուխ 2-րդ խոսքում, եւ այդտեղ գրված խոսքը սա էր. խոսիր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ եւ ասա նրանց, Աստված պատվիրում է, սուրբ եղեք, քանզի սուրբ եմ ես, ձեր Տեր Աստվածը։ Ահա այս խոսքերն էր, երբ որ առաքյալը իր օրերում քարոզում էր, ասում էր, ինչպես գրված է, ինչպես ասել է Տերը, սուրբ եղեք ու մեզ էլ է կոչանում, որ ամեն մեկս էլ քայլենք սրբության եւ մաքրության մեջ։ Սա այդ տեղն էր, որ մեջ էր բերել առաքյալը։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 30 խոսքը կարդանք, մի քիչ շատ ենք տեղ նայում, բայց փառք Աստծո, սա Աստծո խոսքն է, թող ամեն մեկիս կյանքում, երբ որ լսում ենք խոսքը, խոնարհության սիրտ մեր ներսից խոսա այդ խոսքի հետ, ընկերանա եւ տեղ տա, որ այդ խոսքը գա մեր կյանքերում պտուղ տա։ Առաջի Կորինթացիս 1:30 Սրանց հետո մի տեղ էլ կա եւ ես կավարտեմ։ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Սիրելիս, այս ամենը Քրիստոսի մեջ մենք ունենք արդարություն, նրանում է մեր արդարությունը, ոչ թե որ ես բարի բաներ եմ անում, ոչ թե որ ես արդար եմ, դրա համար եմ արդար, այլ որ նրա մեջ ենք եւ նա տալիս է մեզ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Շատ կարեւոր բաներ, որ մենք ունենք Քրիստոսի մեջ։ Ամեն։ Եվ նաեւ, իմ մոտ նախավերջի տեղն եմ հասել, Ղևտացիս 27:30, չնայած ես ունեմ ժամանակ, ինձ ասել են երբ վերջացնեմ, կհասցնեմ։ Ես էլ արագ գնում եմ։ Ղևտացիս 27:30-ը կարդանք ու տեսեք այստեղ ֆինանսների, կարծես մեր օրերում ֆինանսներն են ժամանակ բերք ու բարիքի մասին է խոսքը, բայց դրա վրա մի քիչ կկանգնեմ ես։ Ղևտացիս 27:30 Երկրի ամբողջ տասանորդը հողի բերքից, ծառի պտուղներից Տիրոջն է պատկանում, դա սուրբ է Տիրոջ համար։ Տասանորդի մասին խոսալով պատվիրանը, որ եղել է 5 կտակարանում, որ տվել էր Աստված, որ մարդիկ իրենց բերքի եւ ծառից եւ հողից ինչ ստանում էին, նրանք 1/10 մասը առանձնացնում էին եւ դա սուրբ էր, դա պատվիրան էր եւ բերում էին Աստծո տուն։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ եւ Մաղաքիայում եւ էլի տեղեր, որ Աստված կոչ է արել մարդկանց իրենց եկամուտի, իրենց ստացվածքից, իրենց եղածից 10%-ը բերեն Աստծո տուն, ինչը որ մեր եկեղեցում սյուն 5 դրված է ֆինանսների մեջ, որ մենք ամեն մեկս մեր ունեցվածքի 10%-ը բերում ենք Տիրոջ տուն, որտեղ խոսքը ասում է Մաղաքիա 3-րդ գլխում, որ տան մեջ պաշար լինի, որպեսզի Աստծո գործը գնա առաջ։ Սիրելիս, պատկերացրեք, եթե մեզանից առաջ չխոսային այս գեղեցիկ շենքի Տիրոջ հետ, չվարձակալ էինք ու որոշենք հայտարարություն տանք, սիրելի Աստծո ժողովուրդ, հավաքվելու ենք Աստծո խոսք լսելու ու հարց առաջանում, այ ուզում ենք, որտե՞, չգիտենք որտեղ, Տերը
մի տեղ կգտնի մեր համար, կամ գցենք Աստծո վրա, ոնց Աստված մի բան կանի, բայց տեսնում ենք կազմակերպչական Աստծո ծրագիրը մարդկանց միջոցով, չէ՞, գտել են տեղը, խոսացել են, վարձակալել ենք, ունենք տաքություն, ամառը հով, չգիտեմ, որոշակի տեխնիկա, եւ էլի շատ բաներ, որ ունենալու են, եւ էլի գործունեություն, կերակրել, հագցնել, ամեն բան ինչ որ եկեղեցին անելու է, եկեղեցու ծրագրի մեջ մտնում է, այդ ամենը եկեղեցուն պաշար է պետք։ Ֆինանսական ծառայություն ունենք, որբեր սիրելի քույրեր իրանք աղոթում են բոլորիս ֆինանսների համար, որ մենք օրտնված լինենք, որ մենք հավատարիմ լինենք, բերենք պաշարը տուն, որպեսզի կառուցվի Աստծո տունը, որպեսզի կարողանանք մեր սեփականության մեջ ավելի հարմարավետ, ավելի հանգիստ ունենանք մեր տեղը եւ այսքան գումար չտանք վարձակալության համար, այլ ունենանք մերը։ Եվ այդ ամենին հասնելու համար Աստծո խոսքը ասում է ոսկին ու արծաթն են պատասխան տալիս։ Թեև մենք հավաքվում ենք, չէ՞, հրավիրված ենք հարսանիքի ուտում, խմում ենք, ապրում ենք, ուրախանում ենք, գնում ենք մեր տուն, բայց հրավիրողը գնում է մի հատ սենյակ, որտեղ նստած այնտեղ մենեջերը կամ միգուցե տերը ու ասում է հաշիվ ինչքան է մեր փակենք։ Ինչ որ միլիոններ հաշվում գումարը փակում է։ Գիտեք խի, որտեղ նա սիրում էր մեզ ու մեզ պատիվ տվեց։ Նա մեզ հրավիրել էր այդտեղը։ Մենք այդ ամենին առնչվում ենք։ Ու դրա հիման վրա Աստված ասում է, որ խնջույքը կազմակերպվում է, ուրախություն լինում է, բայց ոսկին ու արծաթն այդ ամենին պատասխան տալու։ Վերջում չես կարող ասես, սիրելիս, արի քո համար աղոթեմ, Հիսուսը քեզ կորտի այդ ֆինանսները, այդ մարդուն հետաքրքիր է ամենավերջը, որ գնում եք եւ փողերը տալիս եք իրեն, որպեսզի ինքը իր եկամուտը հաշվի, ինքը իր հարցերը լուծի, ամեն, ինքը սպասում է այդ ֆինանսին այդ Տերը։ Ամեն։ Աստված է տվել մեզ ամեն բան ու արժի մեր տված Աստծուն պատվել իր տվածից։ Երբևիցե մտքովը չանցնի, որ դա դու ես վաստակել, որովհետև լավ արհեստավոր ես, լավ բիզնեսմեն ես, որ ավելի հետ գնաս, բա ով է այդ իմաստությունը տվել քեզ։ Ով է այդ խելքն ու հանճարը, ով է ստեղծել քեզ։ Չարժի այդ ստեղծողին մոտենալ ասել՝ «Տեր, ես էլ այդ կարողությունից որ տվել ես, տալիս եմ»։ Դա անգամ աշխարհն է հասկացել, սիրելիս։ Ես նայում եմ մեկ-մեկ ֆուտբոլիստների կամ հարուստների կյանքին, տեսնում ես այն մեկը մանկապարտեզ է հովանավորում, մեկը մանկատներ, մեկը սոված տեղեր գնում կերակրում է, մի ֆուտբոլիստ կա, որ սովորականի նման ապրում է, իրան ասում են, բայց դու միլիոններ ունես, ինչի է հեռախոսիդ էկրանը ջարդած կամ ինչի չես լավ մեքենա, ասում է, ես չեմ ուզում ինձ տենց շենքեր, սամալյոտներ, ես որ նայում եմ իմ գյուղի ժողովուրդը, որ ապրում է ու իր պատճառով պատկերացնում եք, որ ինքը այդ սիրտը ունի, որ իր գյուղի ժողովուրդ ունենա դպրոց, ունենան մանկապարտեզ, ֆինանսա տալի, որ մարդիկ կարողանան ապրել, ասում է դա իմ համար գերագույն հաճույք է։ Առավել ևս Աստծո մարդը, որ պետք է ունենա նման միտք, Տեր, տուր ինձ հնարավորություններ, որովհետև ես ուզում եմ կերակրել, ուզում եմ հագցնել եւ իմ քույր եղբայրներին եւ աշխարհում գտնվող մարդկանց, որ տեսնեն Աստծո սերը, որ դա դուր բացի ավետարանին, ամեն, որովհետև ինչ, եթե միայն խոսանք, Աստծո խոսքն էլ է նման բան ասում, եթե միայն խոսանք ու չօգնենք, այդ նյութականը չտանք մարդկանց, ոչ մի բան օգուտել չի լինի դրանից, ամեն։ Երկրի ամբողջ տասանորդը դա սուրբ է եւ Տիրոջ համար առանձնացված եւ վերջին տեղը սիրելիներս առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 7-րդ խոսք մի քիչ շատ կարելի է իհարկե խոսալ եկեղեցու գործունեության մասին թեկուզ ֆինանսական կողմից որպեսզի ուղղակի մարդիկ հասկանան որ այդ ամենով մասնակից են մեծ գործին մասնակից են այն մեծ բանին, որ եկեղեցին անում է ու դա բոլորիս վարձքն է, բոլորիս ուրախությունն է, որ Տերը փառավորվում է մեր միաբանության մեջ։ Գիտեք, անհատական մարդը կարա իր գործը անի, հարևանին օգնի, չէ՞, բարեկամին օգնի, տեսնի մեկը մուրացկանա գումար տա, դա անհատական ամեն մեկի որոշումն է։ Տալ չտալը սխալու ճիշտի հարց չի, կարա ամեն մեկը լինի, բայց Տիրոջ տան մեջ Աստված ուզում է, որ միաբանություն լինի եւ մեր ֆինանսի մեջ, եւ մեր մտածելակերպի մեջ, ամեն, որ մենք լինենք սրբության մեջ քայլող եւ Քրիստոսի օգուտը բանեկող։
Առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլուխ 7-րդ խոսք։ Իրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։ Չեմ ասել այդ տեղը։ Ես նորից կկարդամ, գիտեք կարդում եք դուք։ Առաջի Թեսաղոնիկեցիներին 4 գլուխ 7-րդ խոսք։ Իրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։ Այս խոսքը կոչ անում մեզ, որ մենք կանչված ենք սրբության, սիրելիներս։ Մենք կանչված ենք մի կյանքով ապրելու քրիստոնյա։ Մենք չենք կարող լինել եկեղեցում քրիստոնյա, եկել եմ եկեղեցի, ես հավատացյալ եմ, կամ ինչ-որ ծառայություններ անեմ, բայց ունենամ երկրորդ կյանքը աշխատանքի վայրում, ինչ-որ լրիվ ուրիշ սակո, որ կարծես ինչ հավատք, ով կարար մտածեր։ Եթե ես ապրում եմ միտեղ, որ մարդիկ միշտ շփվում են իմ հետ տարիներով ու դեռ չգիտեն, որ ես հավատացյալ եմ։ Եթե ես մի կոլեկտիվում աշխատում եմ արդեն 5 տարի օրինակի համար կամ 3 տարի ու չգիտեն, որ ես հավատացյալ եմ, սիրելիս վտանգ կա այստեղ։ Վտանգը նրանում է, որ ես համոզված չեմ, որ ես ճիշտ եմ։ Համոզված չեմ, որ Աստված կա։ Ես չեմ կարա դա ապացուցել բարկանց ավելի լավ լռեմ։ Նման սատանայի սուտը, նման բանը, որ դու կարող ես մտածում ես, չեմ կարա քարոզել իրաց, ես քարոզել չգիտեմ, դա խաբկանք է սատանայից։ Դա խաբկանք է միայն դու ուզենաս, միայն դու քո շուրթերը բացես, որ խոսած, որ Աստված կա, մնացած Աստված ինքը քեզ կօգնի, կհիշեցնի։ Աստված ինքը այնպես կանի, որ քո տեղը քո հետ մարդիկ էլ կսկսեն խոսալ։ Ամեն, եթե պետք է քարոզել, ուրեմն դու պետք է համարձակությամբ զինվես։ Ամեն, ու հասկանաս, որ չկա մյուս կյանքը, չկա մյուս դերը իմ կյանքում, որ այս բնագավառում ես չեմ կարողանում ապրել որպես հավատացյալ։ Ներվերս չի երիկում մարդիկ կան, չէ՞ ասում են։ Տղաների հիմնական փորձությունը եւ իհարկե, եթե կանայք կան, որ քշում են, հիմնական փորձությունը դա վարորդությունն է։ Մեր Երևանյան կամ ընդհանուր Հայաստանում, ասեմ Աբովյանում կարող է մի քիչ շարժը, չնայած շատ պրոբկով է գալիս այսքան տեղը, բայց Երևանում քշել եւ մնալ սուրբ, դա կարելի է ասել ողջունելի է։ Իհարկե, կարելի է մնալ սուրբ, դժվար բան չի, ես չեմ ասում, որ այնտեղ է մեղքը, վայ, նստում ես ռուլին ու մեղքը սկսվում է, ոչ, կարաս քեզ պահես։ Ես ինձ բռնացրեցի, որ կողքից նկատում են ու մարդիկ ինձ մի քանի ժամանակ առաջ, երբ մի տարի առաջ մոտավորապես, դրանից հետո ես ինքս սկսեցի ինձ որ ասում եմ նայել, ես մտածում եմ, որ նորմալ է, դե բա հիմարություն արեք, ջղայնանում ես, կանգնում ասում ես, եղբայր, ես ինչ ես անում։ Մտածում ես, որ ճիշտ բան ես ասում, բայց հետո երբ որ փառք Աստծո կնոջս համար, որ Աստված մեզ ամեն մեկիս էլ ճիշտ օգնական ա տվել, լսել ա պետ եղբայրներ նրանց, ասես լսի փոխվել ես բնավորությունդ, դու չես, քեզ չեմ ճանաչում։ Ես մի պահ փորձում էի այդ ամենում ինձ արդարացնել, բա դու չտեսար ինչ արեց, ուր որ այա խփելու է, եթե ես չարքելակ էի, եթե ես տորմուշ չտայ, խփելու էինք ու մնայինք ստեղ, փորձում էի արդարանալ, բայց չէ որ ես տորմուս տվեցի, չէ, կարելի էր խաղաղվել, հիմա տենց չի, սիրելիս, շատ բան փոխվել է, ասում եմ, իրականորեն, հիմա որ քշում եմ, մեկ էլ ասում, Տերը օրհնի ձեզ, համեցեք, ձեռով եմ անում, ասեմ, գնացեք, երբեմն իհարկե, փորձում եմ այդ ամենը, կրկնեմ, շատացնեմ, ամեն մեկս ունենք փորձության տեղեր, թույլ կողմեր, սիրելիս, ով ինչ բնագավառում կա, ով ինչ է, միգուցե դու նենց տեղում ես, որ դա իմ համար սովորական է կամ ես չեմ պատկերացնում ոնց կարելի է տես ջղայնանալ, բայց եկեք հասկանանք, որ այն բնագավառները, որտեղ մենք գործ ունենք մարդկանց հետ, իսկ տենց բնագավառ համարյա չկա, որ մենք մարդկանց հետ գործ ենք ունենում։ Դա միայն կարային աշխատանքը, որ դու ուղղակի կոմպյուտերի դեմը նստած ինչ-որ տեքստ ես տպում կամ ինչ-որ բան ես գրում ու քո գործը արեցիր, վերջացրեցիր։ Հիմնական աշխատանքի մեր բոլորիս աշխատանքի ոլորտը մարդկանց հետ է կախված։ Կարա մեկը մտնի անտրամադիր, մեկը կարա մտնի լրիվ ուրախ, մեկը կարա լրիվ մտնի ու քո ներաշխարը փորձի խառնել, հա, ու այդ ամենում մենք ինչ ենք անում, մենք ձգտում ենք հիշել խոսքը
ու մեր քայլ անել, այս բնակավարում ես պետքա հաղթող դուրս գամ։ Ես պետքա թույլ չտամ, որ այս բնակավարը, այս իրավիճակը, որ ստեղծվել է, ինձ հանի հուներից ու դարձնի ոչ հավատացյալ սաքո, ու ես շաբաթօրը գամ ստեղ կանգնեմ խոսամ սրբության մասին։ Պատկերացնում եք, այդ դա է երկու կյանքը, որ քրիստոնյան պետքա չունենա։ Մի կյանք պետքա լինի մեր համար։ Ինչ բնակավարում է լինես, աշխատանք, տուն, բարեկամներ, ընկերներ, բոլորին այս ուղղությամբ, որ մեկ երևա դեմից, հա, ասենց դեմից մեկ երևա։ Ու դու ունես այո տարբեր բնակավարներ, որտեղ դու պետքա լինես հաղթող, լինես օրինակ, լինես մարդ, ում կարող են վստահել, ում հետ կարող են կիսվել, ում կարող են ասել աղոթի իմ համար կամ հարց տալ։ Երբեմն որ մարդիկ հարց են տալի, ես ինքս ինձ ասեմ, սակո դու խելոք մնա, այսի դու չես։ Իրանք Աստծուն են տեսել, թող Աստծու հետ շփվել։ Իրականորեն, երբ որ մարդը sense փորձում է քեզ ավելի բարձր դասի հարց տա, իր կյանքի պատասխանը ստանա քեզանից, ուշքը թող չգնա նրանում, որ վայ, վերջապես հասկացան, որ ես վեհափառս, մեծս, ինչ-որ sense։ Մի անգամ ես հորեղբոր տղա ունեմ, հորեղբորս հետ մեր տանն էին։ Նստած էինք բազմոցին, ես էլ նստած զրուցում ենք ու իմ հորեղբոր տղան, որ ինձանից տարիքով է, վեր կացավ տեղից ու դեպի ինձ եկավ, ձեռներ այսպես պահած ու ինձ միշտ Սաքո են ասում, էլի բոլորը, դուք պարզ այդ անունը գիտեք խիա, տենց եկավ ու Սարգիս ջան, քեզ կարամ մի հատ հարց տամ։ Ես մի պահ վախեցա, այս ինչ կատարվեց այս տղայի հետ, Սարգիս ջան, քեզ մի հատ հարց եմ ուզում տամ։ Ասի Արո ջան, հա իհարկե, դստի խոսանք։ Ու ինքը հարց տվեց սիրիս, ու ինքը իր հարցի ես բան չպատասխան, ինքը այնքան խոսած, որ ինքը իր պատասխանը ստացավ։ Ես ընդամենը գլխով էի անում, ասում եմ, հա իհարկե, հա։ Ու ինքը խոսած, ինքը իր պատասխանը ստացավ, ասենց ասում Տեր ջան, ինչ էր տեսել, ու մի անգամից իմ ներսում մի բան խոսած, ինքը գիտի, որ դու Աստծո մարդ ես, ինքը Աստծո հետ էր ուզում խոսալ, ու ինքը իր ասելիքը ասեց, իր պատասխանը ստացավ, իր բավարարվեց ինքը դրանով, ու ասի, տենց բաներ էլ ալենում Աստված ջան, փաստորեն, որ դու մեր մեջ ես, մենք մենակ խոսքով գիտենք, մենք Աստծո մեջ ենք, Աստված մեր մեջ է, այդ քո մեջի Աստծուն մարդիկ տեսնում են, ուզում են մոտիկանան, թույլ տուր, որ շփվեն Հիսուսի հետ, սրբությունը թող թույլ տա, դու մի քեզ կարծի, որ դու ինչ-որ մեկն ես, դու Աստծո ձեռքերի մեջ ես, նրա հետ ես, ու նրա միջոցով, քո միջոցով Տերը թող որ մարդկանց կյանքերին կպնի սիրելիս։ Ամեն։ Տերը թող ձեզ շատ օրհնի, մեր երեխեքին ես իմ կողմից եմ ժամանակ թողում, որպեսզի իրենք իրենց միջոցառում անեն, շատ չսպասեն։ Մնացեք սրբության մեջ, իմացեք, որ Աստծո համար դա դուրեկան է եւ Աստված սպասում է ձեզ տեսնել այդտեղ։ Ամեն։